որովհետև տգետ ես։ Ասում է Ես հետելի պլանում կանգնած։ Я уже его хотел убить. Так нельзя. Բայց ինչպես ասում էր դասականը, չենք ընկճվում։ Գողացեք ինձանից, արա, վերցրեք, հափշտակեք։ Արի գնանք վերցնենք, էլի։ Արդյոք քաղցր են պտուղները քո դիակներով լի ճամփեքից հետո։ Ամեն դեպքում կյանքը շարունակվում է։ Այո։ Այսօր դուք եք այդ հին մարդկանց շարունակողը։ Իվա հարածը դուրտ եկավ խնդալեմ չկարողանակ։ Հա, բայց կարող ես խնդալ։ Ուրեմն բարևեցինք մեր հետևորդներին, լսարանին, հա, բայց ճիշտ է սա ուրախանոց, որովհետև իսկապես շատ մեծ այսպես բավականություն ենք ստացել ժամանակին, երբ որ այդ հաղորդումները դուրս եկան, եթեր, օրինակ Պահմտոցի պլյուսը, մի խոսքով այսօրվա մեր հյուրն է, Խուժանալիք սուս, այդ չեմ ասում, խուժանալիք, հետո մի հատ էլ բան կար։ չղջիկը, Դա չղջիկը ամենասկզում էր։ Մի խոսքով, այսօրվա մեր հյուրն է, մեր զրուցակիցն է Սարգիս Միքայելյանը։ այո, աբեց Որ ասում է ես Սարգիս Միքայելյան, մի ամբողջ Սարգիս Միքայելյան, ով իմ առաջին ուսուցիչներից է եղել Թատերական ինստիտուտում, որովհետև ես առաջին կուրս էի, այնտեղ բացահայտեցի Սարգիս Միքայելյան երևույթը։ Սարգիս Միքայելյան, ով շատ հաղորդումներ հեղինակեց, Սարգիս Միքայելյան, ով ճանաչված էր եւ ճանաչված է մնում, Սարգիս Միքայելյան, կարճ ասած։ Բարով եք եկել։ Հազար բայ։ Բարի եկար Սարգիս ջան։ Ոնց ես։ Այ, անընդհատ վազվզոցների մեջ էլի չեմ դադարում վազել, քանի որ հենց կանգ եմ առնում, զգում եմ, որ կյանքս չի գնում։ Ժամանակաշրջանը դա է պահանջում, որ անընդհատ վազես, որովհետև հենց կանգ առար, վերջ, արդեն լճանում ես, գնում ես դեպի անդունդ։ Իսկ 90-ականներին ոնց էր։ Այդ 90-ականներին մի հատ ժամանակահատված եղավ, որ ճիշտ ասած չեմ էլ հիշում ոնց անցավ մոտ 20 տարի։ Սարգիս Միքայելյանը ես գիտեմ, որ անցել է նաև պատերազմի թոհուբոհով 90-ականների Արցախյան հերոսամարտի, ազատամարտի 90-ականներին ես այն ժամանակ անկախության բանակում էի եւ ամբողջ Ղարաբաղը ոտքով քայլել եմ ամբողջ Արցախը եւ Անկերներ եմ կորցրել եւ փառքերի ենք հասել, հաղթանակների ենք հասել։ Ինչևէ, դա այն ժամանակահատվածներ, որ երիտասարդ էինք ավիոնով լիքը եւ հաղթանակացի։ Եվ հայրենիքը այդ ժամանակ պահանջեց, որպեսզի մենք ոտքի կանգնենք։ Եվ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեցինք ու գնացինք պատերազմ։ Ասեմ ավելին, ճիշտ ժամանակին դա 94 թիվն էր, երբ ես առաջին կուրսում էի, ընդունվել էի։ Ասեմ ավելին կամ ասեմ ցախ ավելին։ Ցախ ավելին, որ Ջրբաշյան Ռաֆայելի մեծ մանկավարժի կուրսում էի ես ուսանում, եկավ Սարգիս Միքայելյանը, ով մեր ռեժիսորն էր երկրորդ, պրակտիկ ռեժիսուրան, ու մենք Սարգիսի հետ ապրել ենք հրաշալի ժամանակահատված, ճիշտ այն վառարանը դրած էր նավթի վառարանը տականում էինք, պլեչ էինք անում բան, Սարգիսը գալիս էր ասում էր, ուրեմն լսեք ինչ եմ ասում, հա, մենք լսեք, այսօր փորձում ենք այս հատվածները, փորձում ենք, մենք դե հիմա բոլորդ հավաքվեք տեղ են գնում, ուր են գնում, 8 տարիներն էին 94, գնում ենք Լողավազան, ինչ Լողավազան, ու գնում էինք Լողավազան, Սարգիսը միակ եզակի դասախոսներից է եղել, այդ ցրտին գնում եք գնում էինք տակ Լողավազան, գիտեք ինչ կա, ուսանողին, երիտասարդին, որպեսի բացես, որպեսի ինքը լրիվ կարողանա ինքնահաստատվել ու դասախոսից չքաշվի, պետք է իր հետ ուղղակի կյանք ապրես, դու Լողավազանել են գնացել, ուտել խմելու են գնացել, լիքը տեղեր են գնացել, որ
մի բաժակ խմում այն որ կարող եմ խոյի մոտ մի բան նկատեմ, որը մինչև այդ չէի նկատում, որը հետո ի օգուտ իրեն կաշխատի։ Լրիվ հոգեբանորեն ճիշտ Այսինքն աշխատել։ բացում է ես, որպեսզի չքաշվեն, չգան որպես դասախոս չնստեն նայեն դեմքից, ես էլ հարցեր տամ կամ քաշված լինեն փորձերի ժամանակ, ռեյսորան էլ դա այն տեսակն է մշակույթի, դա այն արվեստագետն է, որ պետք է Պրոմեթևսի պես այրվելով գնա եւ ոչ մի կաթիլ, ոչ մի նշույլ չթաքցնի իրանից։ Հիմա իմ տղան սովորում է դերասանական։ Նարեկը, այո, Նարեկը Միքայելյան։ Ես շաբաթը մեկ անգամ գոնե կանչում եմ ու խոսում եմ ու ասում եմ տուր, արա։ Բայց բնավորությամբ տղայան, լավ պինդ բնավորություն։ Օրինակ ես ինստիտուտում երբ սովորում էի ռեյսորայի բաժնում բոլոր հատվածներում, բոլոր ներկայացումներում, բոլոր մի գործողության պիեսներում միշտ գլխավոր դերում եմ եղել։ Ես ինձ թվում էր չեմ հասնի, բայց ես իրավունք չունեի չհասնելու։ Էսա էլի որ պետք է ամենտեղ մխրճվի ռեյսը։ Տրվեսելի մինչև վերջ։ Հա որ ու ամենտեղ ու ամեն հաղթանակ բերում էր արդեն, ասենք, ուրիշ։ Իսկ ում կուրսում։ Ես սովորել եմ Լուսահոգի Երվանդ Ղազանչյանի կուրսում։ Ես նույնպես։ Շնորհավորում եմ, բայց մինչև Երվանդ Ղազանչյանի 50 տարի հետո։ Բայց մինչև Ղազանչյանի կուրսը ես սովորեցի Էրմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսորական ֆակուլտետում Էլոյան յուրակար։ Ես այդ պատմեցի։ Լուսահոգի Էլոյան յուրայի կուրսը ավարտեցի, կարմիր դիպլոմով եկա ինստիտուտ։ Առաջի տարի չընդունվեցի։ Կարմիր դիպլոմով եկա ու չընդունվեցի։ Չէ, ընդունվեցի, հենց Ղազանչյանի մոտ եկա, առաջի 4 մասնագիտություն էր, 2 թվանշան, չէ՞։ Ռեժիսուրան, հա։ Այո։ Առաջի 2-ից 5-ը ստացել էի, երկրորդ քննությանը դուրս հրավիրեցին, կաչեցին Ղազանչյան Երվանդ ասեց տղաս հիմա գնա, պատրաստվի, պատմությունը եւ բանը ինչ էր մյուսը, գրականությունը մենք ոչինչ չենք կարող անել։ Թատրոնի պատմություն։ ՍՄԿԿ պատմություն։ ՍՄԿԿ հա ինչ շատ ված բաներ էր։ Ու բանը իմ քննադատիկը դրեց սեղանին, ես տեսա, որ 2 հատ 5-ա, վերցրեցի, տալեցի, դրեցի գրպանս, ասեցի Երվանդ Խաչատուրիչ, ես առավոտ ծով եմ գնում։ Ոնց այդ տղա, ես ասում էի սա անլուրջ է, ես իրա մոտ դեռ Ջուզի ստուդիայում էի սովորել, Պատանի հանդիսատեսի թատրոնի ստուդիայում դպրոցական էին ժամանակ, որ ասում էի սա անլուրջ է, ինչ ծով, քննություն, ասում Երվանդ Խաչատուրիչ, ես արդեն ընդունված եմ, կարմիրով էի տուր հլոզ, ասում բրոնզի նման, goodbye, ու ես ընդունվեցի ինստիտուտ։ Մի հատ է բան պատմեմ էդ, սեպտեմբերին եկել եմ դասի, ամսի 1-ին, մորուքով եմ, ես մենակ բանակում, սովետական բանակում ծառայելուց եմ սափրվել, այո, երբեք չեմ սափրվել։ Устав требует։ Ղազանչյան Երվանդ ասեց, ես չհասկացա, հլը ռեժիսոր չդառած, մորուք ես թողել, դուրս լսարանից։ Չես սիրում մեր վրա ընդհատ խոսում։ Ասում էր դուրս լսարանից, մինչև չսափրվես, լսարան չմտնես։ Ասի բարի ու գնացի։ 15 օր հետո զանգում են Ջրբաշյան, ասում է, Սարգիս, ինչու դասի չես հաճախում։ Ասում Խրիստոֆորիչ, Ղազանչյանն ասել է, մինչև չսափրվես, դասի չլաս։ Բայց Ռաֆայել Խրիստոֆորիչն էր, չէ՞, սափրով։ Այնվա սափրվում էր, ժամանակ, հա։ Ասեց, ասեցի, դե ես չեմ սափրվելու։ Դե լավ, ես նրա հետ կբարեխոսեմ։ Բարեխոսել, ես վերջում մորուքով գնացի դասի։ Ուրիշ հարցեր ունեք։ Հա։ Իսկ Ղազանչյանը ձեզ տանում էր իր ձորափի դաչայում։ Ինչերոյի։ Ձորափ դաչ։ Այդ ժամանակ չուներ ձորափում դաչա։ Ոչ չուներ։ Ուներ այդ ժամանակ ժամանակ։ հաստատ բոլոր կուրսը։ Հա, դեզ էլա տարել։
Այն պատվալային նկատի հարկը որ կար սարկած դրա ցեմենտը ես եմ տալու։ Հատանում էր շինարարության համար։ Դե թողը մինչև հիմա ասեմ մեզ տղաս մշակում է, արդեն ծառեր է տնկել։ Հայկը։ Հա, Հայկը գնում է մշակում է, բան ինչ-որ ծառեր է տնկում, ջուր է բերում, ջրում է Պապիկից մնացածի շատ տակն է, այդպես փայփայում, դա իմ համար գովելի է կոնկրետ։ Իսկ հաղորդումները հերինակած, օրինակ չխչիկը, ուրեմն արհերոստանգերությունը նոր էր բացվում, դեռ չէր էլ բացվել։ Դες արդեն ինստիտուտն ավարտեցի, գնացի Մոսկվա եկա, մի քիչ մնացի դուրս չեկա Մոսկվան։ Արդեն ինստիտուտից էլ դուրս եկա, դեզանից հետո էր։ Եվ գնացի արհերոստանգերություն Մերժան Տեր-Գուլանյանի մոտ։ Մի հատ Մերժան Տեր-Գուլանյանը հրաշալի բան ունի ինքը։ Շնորհալիներին միանգամից ճանկում էր ու ինչ է սկսում, ինչ է անում, այո։ Սերգեյ Դանելյան, Քրիստ Մանարյան, ես եմ եղել, Վարամ Սահակյան, Արթուրը Սահակյան ընդհանուր ռեժիսոր էր։ Ասեցի մանկական կսկսեմ, մանկական հաղորդաշար Չխչիկը։ Այն փոքրիկ պլաստիլինից մարդու կեր պտտվում սենց։ Չէ, դա պահմտոցին էր, հա։ Այո։ Սկսեցի մանկականը, հետո մի քիչ ասեցի մեծանանք եւ բացմանը արդեն բացմանը Չխչիկով արդեն եկա արհերոստանգերության բացմանը եւ հետո ասեցի ուրիշ պրոյեկտ եմ ուզում մեծերի երգիծական ու խոժանալիք ինչի եմ վերնագիրը դրել խոժանալիք ասեմ առաջ երբ որ ես շատ փոքր էի ինձանից մեծերը հավաքվում էին ու վեվ ռադիոները կար, ռադիոընթունիչները, այդ վեվով ասում էին խուժանալիք բռնենք, որ Մոնտե Կարլո էր բռնում այդ ալիքը ու մեր բակում մի հատ տեղ կար մենակ այդ աստիճանների վրա էին լցվում ու աշխարհի ամենալավ երաժշտությունը այն ժամանակ որ անհասանելի էր սովետական Հայաստանին, այդ վեվով էլ Beatles-ը, Zeppelin, ինչ ուզեք ու դա ասում էին խուժանալիք է։ Հա։ Այսինքն արգելված։ Հա, այլի խուժանալիք էին անվանում այն ժամանակ մեր մեծերը տարիքով մոտ մի 7-8 տարի մեծերը։ Ու ես էլ մտածեցի այդ խուժանալիք ասածը մոռացվել է արդեն այդ ժամանակ։ Մոռացվել է, հա։ Որովհետև 90-ականներն էլ են կամաց մոռանում։ Ինչ լավ որ մենք վերհիշում ենք կներես Սարգիս ջան, ասա։ Եվ Մերժան Տեր-Գուլանյանին ասեցի շեֆ, ում հաղորդման վերնագիրը խուժանալիք դնեմ։ Ասեց հանջարեղ է դրա։ Հանջարեղ է։ Շատ լավ ես մտածել, անպայման դիր խուժանալիք ու սկսեց խուժանալիքը։ Հետո մի սյուժե նկարեցի, որը ագին արգելվեց, նույնիսկ այն ժամանակ KGB-ն եկավ իմ հետևից։ Այդ ինչ էր։ Այդպես Եթեր բայց գնաց։ Այո, եթեր գնալուց հետո այդ 27-ի դեպքերը որ եղավ, այն ժողովի դրա վրա մի հատ ահավոր բան նկարեցի ես, Կարագյոզյանն էր խաղում, գլխավոր դերում։ Մայիս թե տղան։ Գրիգոր Կարագյոզյանն է։ Ու եկան ասեցին, այդ ինչ է այդ կասետը մի հատ տուր բանկ KGB-ից, պետամտանգությունից, մի հատ նրից անկապ մեծ բետա կասետ արեցի, ասի հեսա այդ կասետ։ Սս կասետներից մի հատ բան։ Այո, սս մի բան վերցի տվի, դա գնաց, բայց իսկականը չտվեցի։ Գնաց հետո Մերժան ասեց Սարգիս ջան, պիտի փակենք հաղորդումը։ Արգելել են։ Այո, արգելել են։ Ասի արգելել են։ Այն ժամանակ մշակույթի նախարարությունը կողքն էր, որի առաջարկում պարադիսն էր։ Հա, ես հիշում եմ։ Դուրս է եկել ծխում էի,
Սամվելը Մանասարյան տեսավ ինձ, դիմացին նախարարության, ասեց Սակ ջան, այս շաբաթ խուժանալիքդ սպասեցի չեղավ, եթեր չգնաց, ասեցի փակել են հաղորդումս, ոնց, փակել են, հիմա բան չես անում, ասի առայժմ ոչ, մի րոպե ստեղ կանգնի, չարժվես, մտավներ Մեկը Հրան Մովսիսյանը, Սաքո, ուրա, դուս եկավ, արի, ինչ գնացի հետ, ասեց, ինչ ես սկսում Պրոմեթևսով։ Այդ ժամանակ էլ ճիշտ ասած ես խուժանալիքի մեջ երկուսն էր արդեն Պրոմեթևս։ Այո, այդ ժամանակ Պրոմեթևսն էր դեռ։ Հա, սկզբում։ Այդ ժամանակ բանը, ասեցի ճիշտ ասած արդեն խուժանալիքում ես թաքնված տեսախցիկները սկսել եմ։ Ուղղակին հաջողություններ ունեմ, ասեցի, ուզում եմ, բայց եթեր չէի տվել դեռ։ Ասեցի, ուզում եմ այդ պրոյեկտը անեմ, էլի թաքնված տեսախցիկը Պահմտոցի պլյուսն էր, թե դա պահմտոցին էր։ Պահմտոցին էր, հետո դարձա պլյուս։ Հետո ասեցի, կա մի երկու բան նկարած, դեռ կիսատ լավ հավաքած չէ, եկանք Սամոյի հետ Մանասարյանի հետ նայեցինք, հրանտներ, ասեց սկսի, ասի փող տվեք, փողը տվեցին մարդիկ, ֆինանսավորեցին, նկարեցի մոտ մի 6 սյուժե, գնացի էլի ասեցի, Այդ որ թիվներ կնես 99 Նիկոլի թիվներ, չէ, Են հին, հա, շուտ էր, են հին թվեր 6 թիվներ երևի արդեն, թե ինչ էր, 96-ն էր, Լուիզը դեռ ուսանողուհի էր, Լուիզան Ներսիսյան, Հակոբի մոտ, այո, ասի էլի գումար տվեք, Սամոն ասեց, ինչ ես անում էր գումար տան, Մանուկին եմ հրավիրում հաղվեր, Չէ, Մանուկը մեզ թվերով է ասեցի արդեն նկարել եմ լիքը, ասեց կարող ենք դիտել, ասի գնանք, մտանք իրենց մոնտաժնին, մի 3 սյուժե ասի ցույց տուր մոնտաժողին, ու ես դուրս եկա ծխում եմ, նայում են իրանք, հավաքվել են, հա, հի, Այն Գուգոն փողոցում լուկից ձուկ էր բռնում, այն սկզբի սյուժեներս, ոչեմ, հիացան, շատ լավա, ու մտա եթեր, 25 տարի եղա եթերում, ու 25 տարի պետք է ասեմ, որ Հանրապետության լավագույն երգիծական ծրագիրն է։ Այո, ես լրիվ համամիտ եմ։ Ես ուզում եմ բարևներ ուղղեմ ձեր նկարանող թիմին, Մանուկին Հախվերդյան եւ Լուիզային Ներսիսյան եւ ովքեր որ նկարահանվել են եւ Պոնչոն, այո։ Լովնա նկարվել Հարությունյան, Անդոն։ Հա։ Եթե թուտակ մի հատ բան պատմեմ էլի։ 2003 թվականին Հոբանես Ամերիկայից եկավ առաջի անգամ գնալուց հետո։ Դավիթ Հոպարը։ Չէ, Արսեն Հոպարը, որը համեր Սարգիս Միքայելյանի ընկերն է։ Մեր տանն դու եւ Մանուկը եկեք մեր տուն հյուր։ Որտեղ է տունը։ Դավիթ Հաշեն։ Ձոր մեջ։ Չեք փոխել տները։ Չէ, Հա։ Լյովը։ Արսենը։ Արսենը։ Վարդանյան Արսենը։ Հա, հիշեցի։ Ու եկանք ձեր տուն։ Եկեք խմեցինք պապայի Առանց դրա։ Ու այդ ժամանակներն էլի պամտոցի պլյուսի, այն լավ ժամանակներն արդեն բան, թե մենք էլ ջար եղեք, գնում գալիս։ Վազվզում էիք Սարգիս Միքայելյանի կողքից, չէ՞։ Գլուխ էին գոմ իրեք մեր տունով եկել Սարգիս Միքայելյանը։ Հիմա էլ գլուխ գովալու տեղ ունեն։ Գիտեք մեր մոտով է եկել հյուր Սարգիս Միքայելյանը, բա։ Բա, չիմացակ։ Советский Союз первая ячейка։ Ասեմ այդ ժամանակները բաների, որ ասում են կալկալուն, իրոք տենց Ամեն ինչ արել եմ այդ պամտոցու մեջ, որ կռեյկություններ չլինի, դերասանին արգելել եմ ծխել կադրում։
Արկել եմ ժարգոնով խոսել։ Արկել է դերասանից ծխել, բայց ինքը այս հետերի պլանում կանգնած ծխում։ Դու ես Որ դերասանին ավելի ես չէ։ ականջակալով հուզվում էի։ Ծխում էի անընդհատ, չէ, բայց Ռեժիսորի ծխի ապա։ լիքը բաներ կար, որ իրոք ես բանը պահել եմ, ասենք այդ կրիտերիայից դուրս չեմ եկել ու փորձել եմ միշտ դերասաններին ասել։ Հետո երբեք անցորդի վրա, ում հետ պետքա լինի պամտոցին, երբեք անցորդի վրա չեմ ջարդել նյութը։ Այսինքն դերասանի վրա է։ Դերասանի վրա եմ, իմ դերասանն է միշտ այդ վիճակում եղել։ Ես մի անգամ մի հատ թաքնված տեսախցիկ տեսա, որտեղ ինչ-որ իբրև նարկոտիկ էին մոտը հայտնաբերում, չեմ էլ հիշում, որ ալիքով էր, ու այդ տղեն կապը տավ, բան եղավ, ինչ-որ եկան իր ամթոմ ձերբակալել բան, ստրեսի ենթարկելը շատ վատ չի բան։ կարելի, մի անգամ իմ մոտ եղավ մի հատ սյուժե, որտեղ հիմա շանթում այդ տղան, Վահեն, են հումորային, Վահեն ու աղջիկա, մի 3 կանգար վերևից տաքսին նստում էին, միկրոֆոնները, սաղ կամերան, ասում են այստեղ կանգնի ու կանում էր տեսախցիկի դեմը հենց, ու մեքենայի մեջ սկսում են բաժանվել սրանք, արա, տղա աղջիկ են, որոնք իրար վիրավորում, խփել իրար, իմանք, մի րոպե, ու չէ, բաժանվում են լուրջ պրոբլեմա, բայց սյուժեն շատ լավն է, որ այս տաքսի շոֆերը սիրտը վատացավ, ոբշեմ տարանք հիվանդանոց, սրտաբանական, վիրահատեցին, չէ, արդեն վիրահատել էին, ու գնալ, գալ, բան, տենց իրան, տիրություն անել, որ այդ մարդու մի կպապանձվել էր լեզուն իրա, ով էր խաղում այդ, Վահեն մեկ էր։ Չէ, դերասանը։ Հա, գիտեմ, Վահեն մեկ Այն էր։ եւ մի հատ աղջիկ էր դերասանուհին։ Հա, տենց հավատացել։ Շատ այդ մեկը շատ լավ ստացվեց, բայց այդ մարդը այդ բանից վատացավ ինքը։ Բայց մի հատ ուրիշ հարց է տվեցիք։ Ինքը սա խնդիր ուներ։ Եթեր տվեցիք եթ։ Ինչ է կարել։ Եթեր գնաց այդ նշեցը։ Չէ, եթեր չգնաց, որովհետեւ այդ մարդը լեզուն պապանձվեց։ Բայց արխիվում ունես։ Արխիվ Արխիվ ունես ընդհանրապես, Սարգիս Միքայելյան։ Չէ, շատ թափթփված եմ։ Ես էլ ընդհանրապես։ Ինչ կա, չկա, մինչև հիմա երկուսի իմ կաբինետում է, կաբինետի դուռներ փակ է, բայց որ ասեմ ամբողջ արխիվը, ամբողջ նյութերս ունեմ, սուտ կլինի։ Արի գնանք վերցնենք, էլի։ Լավ բան է, արդ գնացինք, չէ։ Գիտես, բայց Բայց կոֆե խմենք նոր։ հա, լցնեմ քեզ։ Մի քիչ է։ Թեյը։ Գիտես, բայց ինձ ինքն է շատ սրտովս ամեն ինչը շատ լավ էր դերասանները, բայց բացումն էր ինձ համար հավես, այն որ դու էիր բացում բարև ձեզ եթերում բամտոց ես ներնում էի որովհետև ճանաչում ես ախր կյանքում գիտես Սարգիսին էլի մենակ եթերից չի որ գիտես որ գալիս էր ինստիտուտում իրոք շատ հավես էր մի տարի մենք սրանց կուրսը ասեմ սրանցի համար ներող բայց բանը շնորհալի տղեկ էին մեջը բայց օրինակ անուններով չտամ մեկը կար ասենք այսքան ծամունը բերանը այսքան թզբեխը ձեռը գալիս է ռեժիսորայի դաս բայց դարավ ռեժիսոր Այդ մեկը այո շատ ուժեղ սովորում էր Բոգդանը շատ բայց դարձավ ուրա հիմա ահա հիմա ֆիլմեր է նկարում հա ասում էի բանը հետո պպզել հետո բանը միջումների սեկա խաղալը պատկերացնում ես ես գիտեի որ սաղ ասելու ես գիտեի դու այդքան բան չէր չար չէր Ես չարաճճի էի։ Քիչ մանգամիդ։ Այդքան Չեպչիկա ոնց եկել թատերական էլի ասենք ինչի։ Ինքը ավելի բան էր, խելոք էր, բայց մեջ ներկային ասեմ տղա ջան։
Հետո ասում եմ եկել եմ ես ձեզ ինչ կա իմ մեջ, ինչքան 9 տարի սովորել եմ, բեմադրություն եմ արել, եկել եմ իմ իմացածը ձեզ տամ, գողացեք ինձանից, արա, վերցրեք, հափշտակեք, Առևանգեք։ այո, որովհետև ես անմնացորդ տրվում եմ ձեզ, իմ գիտելիքներով ու իմ հնարավորությունով, օգտագործեք, սխալ եմ Բայց խճում։ իդես ինչ ես։ Ասում բան Սակո ջան, օրինակ, այս բանը չի ստացվում, ինչն է պատճառը, որովհետև տգետ ես։ Այսքանով փակում էր թեման։ Բայց նայ, Բայց մտածում եք, Բագդանը դարձավ ռեժիսոր։ Հա։ Մեր կուրսի։ ես Բագդանի գործերը չեմ նայել, ինքը բայց շնորհքով տղա։ Շատ։ Խոսքը լավ։ Սուրենը Թումասյան դերասանական հիմա Սուրենը կարիերա ունի։ Սուրենը Շահվերդյան հիմա Ստանիսլավսկի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ Կրիստինեն Ասրյան շատ լավ բեմադրություններ է անում։ Որտեղ։ Համազգայինում մի քանի մի շարք ներկայացումներ արեց եւ այլն։ Դե Ეხոմխո։ ես էլ շատ ուրախ եմ, որ այսօր մենք հանդիպել ենք։ Ես էլ եմ ուրախ։ Իսկապես, այն որ sense նոստալգիա ես ապրում, 90-ականներն ես հիշում, լավ տաք ժամանակներ էին։ Մութ ու ցուրտ էր, բայց տաք էր, ջերմ էր, հարաբերություններն էին լավը։ Դու հեռախոս չունեիր, որևէ մեկը չուներ այդ հեռախոսը ասված են, որ առանգապ ջարդվեց, չէ, լարով բան հեռախոսներով իրար հետ կապ էինք հաստատում։ Պեյջերներն եք։ Հետո հա, Սուրոն առաջինն էր ինստիտուտում, որ պեյջեր ուներ։ Ոնց որ լրիվ մի հատ ուրիշ ժամանակահատված ոնց որ լրիվ այլ վայրում լիներ։ Ես առաջ երբ որ ոտքով Սարյանի արձանից քայլում էի դեպի Շուկան պրոսպեկտի Մաշտոցի պողոտայի այժմյա մինչև հասնում էի Շուկան 7 ժամ էր անցնում 6 ժամ ծանոթներ, ընկերներ մի հատ գնանք նրա տունը սուրճ խմենք, մի հատ այս սրճարանում այս մարդու հետ հանդիպենք, արվեստագետներ, բան, ողողված էր Երևանը։ Վերջերս այդ նույն բանը արեց։ Տաք մարդկանցով, ճիշտ է։ Վերջերս ես այդ բանը արեց էլի ոտքով Սարյանից քայլեցի, ինչև էլի Շուկան։ Սենց գուշան մեզ որ սամակատի ես հանդիպել եմ հնդիկների, չինացիների, ռուսների սամակատների բայց ոչ մի ծանոթ, ոչ մի արվեստագետ։ Բայց դե տուրիստների գալն էլ վատ չէ, էլի ուղղակի հին մարդիկ չկան այդ ամատը։ Հին մարդիկ չկան։ Կոլորիտով մարդիկ չկան։ Հին մարդիկ, այսօր դուք եք այդ հին մարդկանց շարունակողը։ Եվ ձեզանից փոքրերը մի քիչ։ Այդ ջերմությունը չկա։ Մենք մեր ինստիտուտը որ սովորում ենք կինոնայերի դիմացի են հին ինստիտուտներ, որտեղ գեղարվեստական։ Ուրեմն բեմադրություն անելուց նկարչականը վերևն էր, քանդակը կողքն էր։ Նկարիչի ձևավորումը, քանդակագործի հետ ինչ-որ բաներ բեմի վրա պետք էր, կոնսը կողքն էր։ Մի հատ երաժշտական հարցերը Այսինքն այն ժամանակ ես որպես ռեժիսոր կամ մյուսը որպես դերասան կամ մյուսը կամ կոնսից գալիս էր ինչ-որ երգչուհի վոկալից բանը իր ժեստիկուլյացիայի համար էր աշխատում մեր հետ մենք էինք իր վրա այսինքն մշակութային այդ սինթեզը այն ժամանակ կարային նկարիչներից էլ մասնակցեն ասենք Էտյուդներին բաներ, օրինակ Վարդան Պետրոսյանը նկարչականներ չէ։ Վարդան Պետրոսյանը մեր մոտ էր, հա, Խոջոյենց կուրսից։ Տեսեք ուրեմն, ինչ եմ ուզում ասեմ, որ այդ սինթեզը մշակութային կար։ Դրա համար էլ կոչվում էր մշակույթի նախարարություն, ոչ թե ԿԳՍՄ։ Մենք ուրեմն մշակույթի նախարարություն, մշակույթ էր սա։ Մենք ընկերներիս արվեստանոցներում Խոջոյի մոտ Կարենի Առաքելյան, Վարդանի Ասատերյան հավաքվում էինք շատ հաճախ նկարիչ, արձակագիր, ասենք Ավիկ Այվազյան ես բանաստեղծություններ եմ գրել ամբողջ կյանքս մեկը երաժիշտ է հավաքվում էինք մի քիչ բան էինք ծամում մի բաժակ բան էինք բայց դրանից էր ծնվում մեծ գաղափարներն ու մեկը կարծում էր իր
բանը պատմվածքը, կարճ պատմվածներ, ասենք ավոն մի երկու հատ կարդալ։ Ես մի երկու նոր բանաստեղծություն կներկայացնեի։ Այն նկարիչը իր արվեստանոցներ, նոր կտավը ցույց կտար։ Հետո գործիքներ կար, երաժշտությամբ էինք զբաղվում, jam session-ներ էինք անում, այսինքն լրիվ ապրում էինք մշակույթի մեջ։ Բոլոր ճյուղերով էլի։ Այո, դրա համար ասենք իմ տարիքի թե երգիչ, երգչուհին, թե երաժիշտը, թե նկարիչը, այդ դերասանը, ռեյիսը, բոլորս մենք իրար լավ ճանաչում ենք։ Բոլորս գիտենք ով է, ով ինչ է, ով ինչ քայլեր է արել իր կյանքում, արվեստ։ Ով ինչ է ստեղծել։ Այո։ Շատ կարևոր է դա, էլի, այդ մարդկային հասարակ շփումը, հետո ասենք Ջայլ երեխա է, Մերաբյան Արմենի խնդրեցի ռեժիսոր, ասի Ռուբիկի հետ ծանոթացրու Ախվերդյան։ Ոնցի կաֆեմ Ռուբոն նստած էր, գնացինք, ասենք Ռուբոն իրանից չպայց, որ այս երեխենով է, որ ես ծանոթանամ, դες բան չկար, այդ անմիջականությունը, այդ մաքրությունը բերում էր իսկական շփումների, ուտեղից շատ բաներ էր ծնվում, շատ բաներ էր ծնվում, էլի, դրական բաներ ի նկատի։ Դե հա, ինչի պտուղները սառած ապեր, տենց խաղում ենք։ Բանը քիչ ամնում սադում նստած, այգում նստած տեղ աղջիկը համբուրվելուց էլ հեռախոսից դուրս չգան սենց էլի։ Ապրելու տեսակ չի, էլի։ Սա ապրելու տեսակ չի ու այդ ամեն ինչը իրոք դեգրադացնում է մեզ։ Իսկ մենք ունեցել ենք հզոր արվեստագետներ, ունեցել ենք մեծություններ, որ աշխարհի մակարդակով ծնկի են բերել իրենց հավասար արտիստներին, այսպես ասեմ։ Բայց ինչպես ասում էր դասականը, չենք ընկճվում, անցնում ենք առաջ։ Կյանքը ամեն փոփոխական է, էլի, չի կարող նույն ձև մնա։ Չի կարող նույն ձև մնա, բայց այդ ջերմությունը պիտի գոնե լինի։ Դե հա դրա համար էս նախաձեռնություն ենք անում։ Հա։ Հիշողություն։ Այս ջերմ զրույցներով, այս մեր հիշողություններով, այն ժամանակաշրջանով, որ ապրել ենք, սենց քայլում ենք առաջ, էլի։ Համաձայն եմ։ Որ լավատեսությունը չկորի, որովհետև ասում ես քայլում էի պրոսպեկտով մինչև Փակ շուկա, չէ՞։ Շատ տխուր մարդիկ ենք տեսնում մենք, սենց շատ տխուր, ընկճված բան։ Այդ հիմա ինչ որ կերպ պետք է դուրս գալ այդ վիճակից, էլ ինչ որ կերպ։ Գիտեք, մի հատ sense բան կար, երբ որ ասում մարդը փորը կուշտա, չէ՞։ Սկսում է արդեն իր արտաքին տեսքին նայել, եթե փորը կարող է կուշտ լինել։ Սկսում է հագնվել։ Հետո կուշտ է եւ լավ հագնված, ինքը պետք է դուրս գա իրան ցուցադրելու։ Հիմա այսօր նայում ես փողոցներում ճիշտ է, մի քիչ փոխվել է այս խաղաղության հետ կապված, մի քիչ մարդկանց դեմքին ժպիտ կա, բայց մինչև այդ ոնց որ մարդը դուրս է գալիս իր տանից, գնա իր հացը գնի ու գա տուն։ Սա, բայց որ դուրս գան սրճարանում նստեն, շփվեն, բարևներ, բան պապլավոկի կաֆեն շատ տեղ հեռու չգնա։ Ժողովուրդ դուք Սարյանով հետ չեք քայլում։ Սարյանով հիմնականում ես վարում եմ մեքենան։ Դե նվազում է դույն մտորը կարակ ես տեսնեք։ Սարյանով ես քայլում եմ գինու օրերը։ Հա, որ փակ է, ճանապարհները չես կարող այդ փողոցով գնաս։ Այո։ Մեքենա, դի քայլես էլի, գինի վայելես, ընկերներին տեսնես։ Հա։ Չէ, հիմա Սարյանը դարձել է ագին տես բան, աժոտաժնի փողոց, էլի ինչ-որ փաբեր կան, ես մի հատ ընկեր ունեմ իմ ջոկատի տղաներից Հրանտ Սվիտալսկին, դա բոլոր փաբերին քաշ է տալիս։ Բոլոր փաբերով Սարգիս Միքայելյանի քաշ է տալիս։ Մի փաբով չի բավարարվում ասում։
Գնանք սա Մի փաբով գարկ չի։ Հա, մի բաբով չես արվի, էլի, նորմալ։ Ասեն, պատտվում ենք, այդ երբ որ իր հետ եմ լինում, իր հետ եմ ընկնում իր ժամանակ։ Իհարկե դա էլ է հետաքրքիր։ Ինձ էլ է հետաքրքիր, այսօր ընդհանուր երիտասարդությունը ինչ է շնչում, ինչ է ապրում։ Փաբերում է հիմնականում երիտասարդ։ Բայց լավն են երիտասարդները։ Լավն են։ Օրինակ ես այում եմ սենց լավ սերունդ կա, հենց լավ աշխուժ բան, տենց գործունյա, իրանց ամենտեղ սենց պրպտայլու մեջ, գտնելու մեջ իրանց ոնց սենց։ Հիմա ընդունում եմ։ Հա։ Բայց ես մի քանի տարի առաջ, ես 20 թվականի պատերազմից հետո մեծ ահել, ջահել, սաղ կոտրված էի։ Դե հա, կոտրվեցինք բոլորս էլ։ Այսինքն ցավան էլի բոլորը ու ահավոր էր, այն ժամանակ ահավոր էր։ Հիմա քիչ Հիմա ուժ ենք արդեն։ մի քիչ առաջ էլ ասեցի, ժպիտ կա մարդու դեմքին, դա լավ է։ Փողոցում նայում ես, ժպտում ես, ինքն էլ է ժպտում, առաջ ժպտային ինքս ամեն դեպքում կյանքը շարունակվում է։ Այո։ Բայց դեպի միջել իոքերի դասեր քաղես որ կյանքը Ու պիտի շարունակենք ապրել ու չէ չենք գնում, ապրել ու պայքարել։ ուրիշ Մեր ապրուստի համար։ Իհարկե։ Եվ եթե այսօրվա այս հանդիպումը, այս հաղորդումն էլ գոնե մի 5-10 հոգու ետ բերի դեպի ճշմարտություն, ես էլի շահած կլինեմ, դուք էլ իմ հետ։ Հա, հստատ, դեպի մանկություն, դեպի հիշողություն, դեպի երիտասարդություն։ Որ այսին ժամանակներ են եղել։ Ապս որ պատերազմից պատում էր այդ 41-45 պատերազմի մասին։ Հայրենական մեծ պատերազմի։ Ասում եմ, պապի, 4-5 տարի կռվել ես 30 տարի է պատմում ես։ Ասում էր Սարգիս ջան։ Ասում էր 100 տարի էլ պատմես չի վերջանա։ Հասկանում ես։ Հա։ Հիմա մեր Հետո դու եղար պատերազմում, հասկացար որ տենց է։ տենց է։ Ես 3 պատերազմներում էլ եղել եմ ու չգիտեմ էլի։ Ինքը մի քիչ դաժան բան է պատերազմը։ Պատերազմը այո, դաժան բան։ Թե հաղթանակած, թե պարտված, բոլոր պատերազմներն էլ ընդհանրապես դաժան բան են, որովհետև դա կառուցվում է մարդկային կորուստների, մարդկային ճակատագրերի վրա ու դա մի քիչ այն խնդիրն է, որ մի բանաստեղծության մեջ մի հատ այսպիսի տող ունեմ։ Արդյոք քաղցր են պտուղները քո դիակներով լի ճամփեքից հետո։ Այդ իմ զավակ ընկերներին է նվիրված այդ բանաստեղծությունը, այդպիսի մի տող կա էլ այնտեղ, որ դիակների լի ճամփեքից հետո հաղթանակն էլ քաղցր չի էլի։ Երբ որ կողքիցը նենց մարդազովում, հենց իմ կողքը 20 թվին իմ հետ 3 պատերազմ եղած տղա էր, իմ վարորդներ, իմ ընկերներ, սրտից խփեցին, հենց ռուլի վրա, ու մենք զասադ ընկանք։ 15-20 մետր մի կերպ դոս ենք եկել, ես տեղս մտավաց խորքեմ։ Ու ինչ եմ ուզում ասեմ, այդ իրանից հետո օրինակ այդ ընկերոջից մահից հետո ես վերադարձա ու այլևս պամուտոցին չշարունակեցի։ Մոտակա մի 2 տարին իմ դեմքին տենց շպիտել չէ։ Այդ 90-ական։ Չէ, այդ 20 թվին եմ ասում։ 2020-ին։ 44-ի մասը։ Հա, Ղարախանբելիում Արմենը խփվեց Հակոբյան ու ծրտևերս կոտրեց։ Ես վերադարձել պամուտոցին մի անգամից փագեցի, որտեվ կատակելու բան չկար։ Էդ էլ տես, լավ, ես մի դառը նոտայով, տխուր նոտայով չենք վերջացնում։ Չի, իսկապես Ուրեմն Մանուկի հետ կապված։ հա, Մանուկի հետ կապված։ Մանուկը մեր հետ սովորում էր տեխնիկումում, այդ ակումբակ Գրադարանային տեխնիկում։ Գրադարան բառը չես իմ, ակումբ ես, բայց գրադարան։ Անընդհատ ես Մանուկին, որ միջանցներում տեսնում էի, ասում էի, սրան ոնց անեմ, մի հատ տպեմ։
Լուրջ։ Արա դուրսնես չեր գալ, ոնց որ ես աշխատեի ինքը ուտեի։ Բայց ինչի, էլի։ Չգիտեմ, էլի, տես ոնց բաներ, ոնց որ ասում եմ, մի բան տպեմ, էլի, մի օր հետո տենց անցավ այդ տարին, հետո արդեն պամտոցու ժամանակ Հրանտը Մովսեսյան ասեց մի հատ մանուկին փորձի, ասի ինչ մանուկ, ասեց Հախվերդյան։ Հախվերդյան մանուկը բան կամերային թատրոնում բան։ Վայ, ասի արա, կակրած մի տպեի դրան։ Հա։ Կանչեցի կինո Մոսկվա, հանդիպեցինք դե Մենք չէր վատ հարաբերություններ, նորմալ էր, լա, Սիվանուկ ջան, սենց պետք է իրար հետ աշխատենք, փորձենք, ու ասեմ ձեզ իմ բոլոր դերասաններից ամենա պունկտուալ չէ, ամենա գեղեցիկը, ամենա նվիրվածը և դերասանը, որի հետ շատ հեշտ եմ աշխատել, դա մանուկն է եղել։ Հա, մանուկում։ Շատ հեշտ, որովհետև, ասենք, մյուսները դե անունները չտամ, ասենք, հետը բացատրել եմ սյուժեն, հասկացրել եմ, համա չի հավատացել, նկարվել եմ մի անգամ, այդ սյուժեն։ Որ ապացուցես, որ ապացուցեմ, որ Են ծովում մասաժ անելը, բեսպլատնի մասաժը հիշում եք։ Չէ։ Սոչում էր թե Յալտայում, Պոնչին ասում են պան ջան, գնում ես մոտենում ես աղջիկան, բեսպլատնի մասաժ, կհամաձայնվի, ասում չէ, վիճում ասում լավ, դիկո էլեմատոր, գնում ասում здравствуйте, бесплатный массаж, как бесплатный, պարկում են, նստում են փայլը, սկսում են մեջքը ճմարել ու էշեշ գնում ասյուժեն։ Մի հատ նկարվում մի կտենան Պոնչն դե արդեն պարկե ոտերն ա թափել։ Օր այս ինչ եղա, այս լավն է, ասեմ դե գնա նկարվի։ Դերասաններն էլ որ չեն հավատացել։ Իսկ մանուկը մի անգամից։ Այո, հեռախոսով սյուժեն ասել եմ, հաջորդ օրը պետք է նկարահանվի, եկել է տարբեր առաջարկություններ այդ բանի մեջ, սյուժերի մեջ։ Մանուկի կողմից առաջարկները շատ։ Արդեն սենց անենք։ Ռեկվիզիտները, իր ցիլոն, իր ակնոցը։ Դե պատրաստված եկել է։ Բանը ինքը բանը էլ պրոֆի դերասան է, այդ կողմից Մանուկին անպայման ուզում եմ կանչենք մեր։ Մանուկի, չէ, տփել դու ես տփելու։ Չէ, տորը քեզ կկանչի։ Կարող տփես հետո։ Չէ, բայց Մանուկ ջան, անպայման հրավիրելու ենք։ Շատ բանա, պլաստիկ ռեզոնանսը մեծ, Մանուկի հետ ես բեմ եմ բարձրացել։ Ուրեմն, նայ։ Մանուկը շատ լավ։ Ուրեմն սյուժե եմ նկարում, կներես։ Ընկեր է, բեմում։ Ուրեմն սյուժե եմ նկարում Մանուկի հետ, բանում ենք, ծով Բաթումի ենք, մի հատ Թիֆլիսի թատրոնից վրացի դերասանուհի է, շատ լավ աղջիկ էր։ Ուրեմն այս աղջիկը գալիս է, մի հատ նախորոք ընտրում է։ Մեկին գալիս կողքը պարկում, մի հատ տղեկի էլի, կամ տղո։ Գալիս զագարանի։ Ու Մանուկը գալիս է սրա կողքը չամրվում է, ասենց ասեմ, էլի, բառը։ Կապնում է, որ я всё, я жену убью, оставлю тебе, люблю, только женись на меня, ասենց բաներ։ Մեկ երկու ես աղջիկը ֆռում ասում է, վրացերեն են կողքի տղուն ասում է, ես հիմարնում է երկու օր ինձ հանգիստ չի տալիս, էլի, մի բան ասեք սրան։ Նա երկար ջաջա է բոյով, շիզլոնգի վրա լոճված, ես աղջիկը վրացերեն ասում է, ասեք թող բան չանի, երկու կամերայի նկարում եմ, ասեք թող չի թողում հանգստանում, Շուրեկը ասեց, слушай, иди отсюда, а то тебя убью։ Մանուկին ասեց։ Ինքը չի տպես արկելա, որ տպեն էլի։ Ուրեմն,
Մանուկին հեռվից ասում գնա, մանուկը երկրորդ անգամ է կպրշկում, էլի կպրշկում է ձեռնա ուզում պաչեսի չապալախում է, դե մեր դերասանուհին է, սաղ պայմանավորված է, ապտակով է, էլի շորա գալիս մարդուն ասում չի թո զզվծրեց բան, էսի էլի շորա գալի, слушай, я тебя точно убью, երկրորդ անգամ, մանուկին ասում դե, երրորդ անգամ մանուկը պարկած են դրանք, մանուկն է վերընկած այդ աղջիկա կողքը, ես էլի լալալալա տրուլալա տապալա, ես աղջիկ ասաց խնդրում եմ, վրացել եմ ասում խնդրում եմ էլի, տղամարդ ես էլի մի բան ասա ես ապուշով բան, այս բոյով վեր կացավ կանգնեց, այնտեղ քարեր էին կողքը, լավ էլի վերցրեց քարը, նայեց մի հատ մեծը վերցրեց, եկավ մանուկին, որ արդեն տակ գլխին, ասաց, я тебе сказал убью, я тебе сказал, что որ բարձացեց լավ այս վրացի աղջիկը, վրացերն ասաց, բանա, հարուլի կամերայի բիճը բանն ասաց, բաներ արեց, թակնում ասում, ես քարով մնաց, ու նայմա որտեղ է, հոյով մի հատ մուժիկ է, էլի մանուկն զգացի որ վախեցա, որտեղ տալիս էր գլխին, իսկականից խփելու էր, էլի, այդ տեսակներ, մարդկային այդ տեսակներ, ես արդեն վազելով եկա բատոնը բանմա խոսացում, слушай, я уже его хотел убить, так нельзя, но хороший сюжет, բայց իրանք վրացիներն ընդունում են, հասկանում են, я хотел убить, но сейчас буду любить, ու բան եղավ, ու այդ ժամանակ բայց մանուկը լրիվ իհարկե սյուժեն արդեն նկարվել էր, այ մանուկը Լուիզի մոտ էլ ա եղել, որ տվել եմ թեման, չէ, դուրս ա եկել նկարահանման դաշտ, Լույսը կարողանում է հանել մարդուներ, իսենց բերել դարվա, որ ձեր հաշտն եմ հիշում ես Քյավառի գյուղերում, ես ձեր այդ լավ եմ հիշում, Բիձեն արդեն ուզում է սպանել Լուիզի մոտ էլ աղել, որ դուրս ա եկել մի բանից, մի կտորով, ասենք 40-45 րոպե տոպկել դուրս ա եկել։ Լուիզան եղել է մեր հյուրը, եկել է։ Բա ոնց, շնորհակալ եմ իմ ընկերոջից։ Ու բանը, ու մանուկի մոտ էլ էր շատ հաճախ լինում, դա իմ աշխատանքներ էր ստացվում, ես մենակ Մենք սյուժեները մտածելու վրա էի տանջվում։ Չէ, դե բայց ունեիք հարուստ սյուժեներ ունեիք։ Հա։ Իհարկե իրանք էլ էին բերում սյուժեներ, մի անգամ էլ դու էլ որպես ռեժիսոր չէիր հավանում, դե ոչ Ռասիայի մոտ ձայնագրման տեղ է, խանութ է, մանուկն ասում ախպեր ջան, բան, մի հատ երգ կա էլի այդ երկն եմ ուզում կասետն առնեմ, բան ասում որ երգ, ով է երգում, ասում երգի չին չգիտեմ, ասում երգը ոնց ասում հիշեցիր էդ, լալալայի անում, սա ասում սյուժեն կարգին երգի հասկանամ ինչ երգ ես ուզում, սա էլի ակ, բայց երկները մարդիկ են գալիս, առևտուրին է խանգարում, Վան, խանգարում էլի, լալալա, բայց մի հատ իր լսի իրանցս սպասարկում, ես երկը լալալալալա, մեն խաչիկը Չոբանյան օպերատորը սենց արեց, սա կեսա կխպեն։ Սենց էլ է, դա? Ասաց եսա կխպեն, սա, ասաց մի հատ խպեն։ Մուրը հանի, Սաց վծրեց ես տղուն, մի հատ ապտակ, արդեն վրա որ եկավ, ես արդեն կողքն էի, բռնեցի տասյապ է, պամտոցին արասի, սաղըտ նայ մեկ, արասից ոբշը մտկով ես չանցած, ծավտան եմ, ասմա, վարպետ է ման, մեր ես ասում, ներեղություն ախնդրում էլի, որ
Բայց մարդիկ կային, ասում են սարքած է ձեր հաղորդումը։ չէ, Եկեք երևում դեի է, վրա որ չէ։ նկարեք։ Գնում եք նկարում էիք։ Ну, տոպկում էին։ Անսպասելի։ Տոպկում դուրս էի գալիս։ Մի հատ էլ հարց տամ էլի։ Տես հարցը պետք չի տալ։ Նա- Բայց ամեն դեպքում ինչի խելար։ Խելար։ Հա։ Չէ, ես այդ գիտեմ տը, բայց ինչի ես, որ դեպքից հետո, ինչ բանից հետո, տենց ասեցին ու տենց մնաց։ Ուրեմն 50-ամյակս կամերային թատրոնում էր նշվում։ 11 տարի առաջ Հայաստան նստած են առաջը Աղաբաբյան Աշոտը վեր կացավ խոսի մասին ասեց մենք չգիտենք ինչի է խելար ինքը մանկավ պարտեզում եղել է խելար դպրոցում եղել է խելար տեխնիկումում եղել է խելար ինստիտուտում խելար մարտի դաշտում խելար ահա այս հայրը էս էլ դուք հարցրեք ինչի է ինքը տես խելար Տենց խելար։ տենց եմ եղել էլ ես տենց ավելի ստաբիլ բաները չեմ ընդունել կյանքում Պետանտ բաներ չես հա միշտ տենց պետք է ինչ-որ մի բան դուրս լինի էլի Երևանի Դրա համար ժողովածուն խելագար Աջան Դրա համար ժողովածուն խելագարը հա գրքի անունը խելագարը այդեն ինքը դեք ասում են խելարը խելքի առավելությունն է Այո։ Ով որ ասում են գիժ ասում են լսեք դա հիվանդություն է գիժը հիվանդություն է գիժը հոգեկան հիվանդ է բայց խելարը հիվանդություն չի դրանք տարբեր բաներ են էլի նա հիվանդություն է նա պրիվիլեգիա է հա նա ավելի բայց չգիտեմ Ինչ կասես մեր լսարանին։ Լսարան Լսարան։ ուշադիր լսեք Մտնում էր լսարան, այդտենց էլ ասում էր։ Լուրջ եմ ասում էր լսարան, մտնում էր իր դասերին, ասում էր լսարան, ուշադիր լսեք, ասասակը չէ։ Ես չգիտեմ ինչ ասեմ, ես չգիտեմ ինչ են սպասում, որ ես ասեմ։ Ես ուզում եմ, որ երիտասարդությունը գիրք կարդա այսօր։ Այդ իզուր չէր, որ մենք գրադարանից մեզ ծեծելով էին դուրս անում մեր ուսանողական տարիներին։ Ամեն դեպքում դա իր տեսակը, մտածելակերպը, իր աշխարհայացը լրիվ փոխում է եւ բայց ցավոք սրտի այսօրվա երիտասարդությունը չի կարդում Դե չի կարդում հիմնական հեռախոսով դե հեռախոսը դա կարդալու չի հեռախոսը դա թուղթ, ավելի հա պրիմիտիվ ավելի մակերեսային ինֆորմացիա է որը հետո քեզ թվում է դու ինչ-որ բան ունես հետևդ բայց հասկանում ես որ դատարկ այնտեղ կոնկրետ գրականություն դրամատուրգիա երբ որ պոեզիա երբ որ կարդում ես նախ կարդալը կուլտուրա է դա կուլտուրա է կարդալը իրոք Դες ինձ ասեց ես չհասկացա քեզ ասեց իմ աչքերի մեջ նայեց հասկացա որ ես հետո քեզ ասեց կարդալը կուլտուրա է ճիշտ հասկացեք ու այդ կուլտուրան պետքա մտնի այս սերնդի մեջ ոչ թե դպրոցը ոչ թե դպրոցի գիրքը դպրոցի գրականության եւ լեզվի դասերը ընդունում եմ ինքս միշտ բարձր եմ գնահատվել դպրոցում լեզու գրականություն Դե որ կարմիր դիպլոմով ավարտել ես այդ ակումբագրադարանային տեխնիկումը գրադարանը կապ չունի դրա հետ Դրանից առաջ էլ կարմիրով երևի Չէ դպրոցը միշտ գրականությունը սինգ է եղել միշտ պատին իմ նոր բանաստեղծություններն են եղել փակսը Դեռ գրում ես Դեռ գրում եմ Ինչ լավ ժամանակ ունես գրում ես Թուղթ ու գրիչ չէ բայց Հաջորդ հեռախոսով չի չէ դա թուղթ ու գրիչ իսկ հաջորդ գիրքը Ինչը Հաջորդ գիրքը Հաջորդ գիրքը ճիշտ ասած մի քիչ ժամանակի հետ է հետո Անուլիկս Ամերիկայա
իմ սիրելի լավ աղջիկը ինքը սա գիրքը շարեց կոմպով։ Դա խմբագրել են ասում։ Չէ, ես կարդում եմ ինքը շարում Շարում էր, հասկացա։ Ինքը շարում էր ու դա շատ ծանր ու Ժամանակատար դժվար աշխատանք։ աշխատանք է, հա։ Ու եթե կարողանամ շարել մի չէ ֆինանսովի հարցերն է, ֆինանսովի, բայց եթե երկրորդ գիրքս թողնեմ, փառք Աստծո, այնպես ընկերներ ունեմ, որ միշտ այդ հարցում ինձ զարգում մեկնեն, էլի։ Դրանց գիրքս անտեր չի մնա։ Հաստատ չի մնա։ Դե թող այդ գործում հաջողություն լինի։ Այդ գործում էր Այդ գործում Սարգիս Միքայելյան։ Իսկ մենք մեր լսարանին ասենք, որ այսօրվա մեր ոնց ասեմ, հյուրը, ջերմ, տաք զրուցակիցը, ընկերը, մարդը, հայը, պիտի ասեմ, Խենթուխելար Սարգիս Միքայելյան։ Եվ սփյուռքը հայը։ Էդ էլ։ Շնորհակալ Իսկ դու ասում ես մի ժամ։ Ինչքան տվեց։ Մի ժամ։ Ժամ խոսացինք։ Մի ժամ։